Սուրբ նշան ենք գնում սրբության ծննդյան օրը այսօր։ Այ քեզ պատմությունների մի հոց բազմություն։ Դե ծափեր ենք տալի։ Ես Վարդանը չեմ, ես Ստեփանն եմ, բայց եկել եմ հատուկ ձեր համար ձեզ շնորհավորելու։ Մեր Աննաքույրիկը մեծ սիրով որոշել է շնորհավորի մայրիկի ծննդյան օրը։ Մտենակ որտեղ է մեծ հասկանանք։ Այս վերջին նստած կինը որ կա, յա դիմաց։ Եվ եղբայրը իհարկե Արտուրը, Արտուրի ծննդյան օրն էլ է, բայց մենք որոշել ենք մի սս տարբերվող բան անենք։ Բակո ծնունդներ շնորհավոր։ Ասելա որ դուք նայում եք, հա մեր վիդեոները, հա։ Տես բան եք արել, հա։ Երազանք պայեք փչեք ու ասեք ում կողմից կլինի։ Տորթը տղայից, ծաղիկներն էլ ինձ։ Ես լսա այդ պահը։ Նստած է, չի տենում։ Շատ գեղեցիկ է։ Սա մի հաշկ է հայկական, կարող է պատվիրել անգամ ամերիկան, Ռուսաստանը կամ էլ Եվրոպան, Բարեկամներս, մենք հիմա գտնվում ենք Արադ Զոդի դաշտերում, առաջին անգամ ենք այստեղ և ասեմ, որ շատ հետաքրքիր է, ճիշտ է, ճանապարհը այդքան էլ բարեբեր չի, լավ խաբարներով չի եկել մեզ մոտ կամ մենք դրա վրա, բայց ամեն դեպքում գնում ենք մի շատ կարևոր սուրբ տեղ, Սուրբ նշան ենք գնում սրբության ծննդյան օրը այսօր և Աննան, մեր Աննաքույրիկը մեծ սիրով որոշել է շնորհավորի մայրիկի ծննդյան օրը։ Այդ իսկ պատճառով մենք գնում ենք հասնենք այնտեղ, որտեղ որ հիմա Աննայի մայրիկն է և եղբայրը իհարկե Արտուրը, Արտուրի ծննդյան օրն էլ է, բայց մենք որոշել ենք մի սս տարբերվող բան անենք։ Սկզբից մենակ մայրիկի ծնունդն ենք շնորհավորելու, որպեսզի տես մտածեն ասեն ինչի էլի, ինչի մի հատ չասած Արտուրի ծնունդն էլ շնորհավոր, հետո գնալու ենք Արտուրի ծնունդը շնորհավորենք, լիշ սիրուն ծաղիկները։ Ընկերներ, առաջին հայացքից մտածում ես այստեղ չի կարող ինչ-որ ծաղիկ աճել, բայց արի ու տես, որ աճում են, ճիշտ է, չափերով փոքր են, բայց նրանք իրենց փոքր լինելու մեջ այնքան մեծ իմաստ են պարունակում, այնքան կամքի ուժ եւ գեղեցկություն, որ ուղղակի պետք է հիանաս։ Վարդում ջերմոցում աճած վարդերը այս ծաղիկների առաջ ուղղակի ոչինչ են, հլկային է, էլի գնա մոտիկից նկարեմ, որ ինչ սիրուն է, շատ սիրուն է, էլի, զում էլ կանենք, բայց սենց նկատենք ինչ գեղեցիկ է, ով գիտե այս ծաղիկների անունը, տեսնում եք ընկերներ ինչքան գեղեցիկ են, ճիշտ է, փոքրիկ են, բայց շատ սիրուն են, ու տեսեք իրենց գեղեցկությունը ամբողջ դաշտը ինչքան է գեղեցկացել և սարքել հեքիաթ, այո, պետք է նկատենք մեր կողքը, տեսնենք շրջակայքը և հիանանք գեղեցկությամբ, քանի որ գեղեցկությունը կա, եղել է ու կլինի միշտ, ինչպես այս մեկը, տեսեք այսքան մեջից մենք մեկը ընտրեցինք ու շարժվում ենք առաջ նրա հետ, ինչ լավ հոտ ունի, հապա նայեք այս դաշտերի մեջ, կներեք ես այսօր շատ եմ շեշտելու կիսանապատային է, որովհետև իսկապես այստեղ բնակլիմական պայմանները կիսանապատային են և այստեղ ցանկացած բույս տեսնելիս ուղղակի լսվում ես հպարտությամբ, որովհետև ընկերներ, այստեղ ծառ աճեցնելու համար ինչքան կամք ու ուժ է պետք, որ կարողանաս աճեցնել։ Ինչի առիթով ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր այս անապատը ուղղակի վերածում են անտառների։ Ապրեք ձեզ ուժ ու եռանդ, դուք մեծ հայրենասերներ եք և թող Աստված տա ձեր գործերը այնքան լավ լինեն, որ այս բոլոր դաշտերը պատեք ծառերով ու ձեր համար էլ լավ լինի, լիքը փող աշխատեք, ձեր գործերն էլ առաջ գնա միայն։ Իսկ հիմա մենք ոլոր-մոլոր գնում ենք հասնենք Սուրբ նշան։ Ով է գնացել Սուրբ նշան, ասեք, ով էլ չի գնացել հենց հիմա մեզ հետ, մենք էլ ենք առաջին անգամ գնում, ես չգիտեմ որտեղ է, ոնց պետք է գնանք, ուղղակի ոտս դրել եմ գազի սեղմակին ու գնում ենք կամաց 20-ի տակ, խելահեղ արագությամբ։ Ինչ հետաքրքիր պեյզաժներ են ընկերներ, բոլոր նրանց համար ովքեր ուզում են հետաքրքիր տեսանյութեր ունենալ, հետաքրքիր տեղ եմ ցույց տալիս, եկեք այստեղ ու նկարեք ձեր տեսանյութերը, որ հարուստ լինի հայոց բնության տեսարաններով։ Իսկ քարա թե բետոն է, ես ինչ է, բետոնի նման էր ավելի շատ, քարա չէ։ Հիմա մենք մի քիչ անհասկանալի տեղերով են գնում ու չգիտենք, առաջին անգամ ենք այստեղ, բայց ասեմ ձեզ, որ էմոցիաները լավն են, ես ես լավ եմ զգում հիմա, այսօր էլ տարբերվող օր ունեցանք, տարբերվող տեղ եկանք, ծանոթանում ենք Արարատյան դաշտավայրից վերև Արարատյան դաշտավայրի սարերին, բնությանը, տեսեք ինչ հետաքրքիր է։
Այստեղ երևի մի 2 ամիս հետո էլ կանաչ ոչինչ չես գտնի։ Սա գառնան հորդառնատ անձրևների պատճառն է, որ կանաչ ենք տեսնում։ Մի 2 ամսից այստեղ արդեն կերազենք կանաչ գույնի ինչ-որ բույս տեսնել։ Բայց չնայած այս ամենին ծաղիկների առատ հոց բազմություն կարելի է տեսիչ ծաղիկներ են, ինչ հետաքրքիր է։ Ընկերներ, մենք գտանք սուրբ նշանը այս կիսանապատային դաշտերի ֆոնին կոնկրետ օազիսի նմանվող տարածք է սուրբ նշանի տարածքը եւ հենց այնտեղ են մեր հոբելյարները։ Հենց հիմա գնում ենք Վարդանի հետ։ Ինչքան ուրախացանք, երբ որ գտանք, արդեն բավականին ժամանակ է մենք դաշտերում թափառում ենք։ Այո, Արարատի դաշտերում չէինք թափառել, դա էլ արեցինք։ Ու մեծ սիրով ենք անում, ճիշտ է։ Կգա օրը, որ ես ավելի համապատասխան մեքենա կունենամ ճանապարհներին վերաբերվող, բայց այս պահին էլի վատ չի, գնում ենք։ Գեղեցիկ ճանապարհներ են։ Ով մեզպես առաջին անգամ է գալու, իմացեք, անհասկանալի է ճանապարհը, բայց գալիս է պահ, երբ որ դառնում է հասկանալի։ Սուրբ նշան գալուց եկեք վստահ, որովհետև սուրբ տեղ եք գնում, ճշմարիտ ճանապարհով եք գնում։ Մեզ նման հենց, տեսեք ինչ լավ է։ Ճիշտ է, ճանապարհը մի քիչ մեր սպասածից վատ է, բայց գնում ենք եւ լավ էլ ստացվում է։ Ահա, եւս մեկ փորձություն։ Անցանք։ Սա էլ կանցնի։ Ախպեր ընդեր երևի լիքը մարդիկ կան բացի իրանք։ Պետք է հասկանանք ովքեր են մեր հոբելյարները։ Հա? Զանգեմանային տենամ ավտոբուսով են գնացել։ Հուսով եմ այնտեղ, թեկուզ մեզ նայում է, մեր տիկիներման մեզ հետևում է, այնպես որ հնարավոր է նա նկատի մեզ։ Հələ Աննա ջան, կապերը լավ է, մեծ բան ցույց տամ, էլ տեսեք է, դա սուրբ նշանը, հələ նայեք սա է։ Հա, ճիշտ եք այդ։ Օհո, ինչպեսի ուրախություն, մենք մոլորվել ենք մի բան, չգիտենք ուր պետք է գնայինք, այնա գտանք։ Չէ, ճիշտ է։ Բայց մենակ իրանք են ընդ թե էլի մարդիկ կան։ Ինչ է լավ։ Հա։ Չէ, չենք մնանք։ Կարող է իշնես նայես։ Հլի իչի նայի որ անցնեմ։ Ընկերներ, բարդ է, բայց ոչ անանցանելի։ Որ արագ գամ դեմը կխփի։ Այ քեզ բան, նստի գնանք, քանի չի անվադողը վնասվել։ Այ քեզ պատմությունների մի հոց բազմություն, Վարդանն էլ կոպեկ ունի այնքան, որ հանել լցել է դիզելնիկին։ Հաջորդ փորձությունն է մեր առջևում, այսի Նիվայի ճանապարհը իմ արև, էս ուր եկանք։ Կա ուրիշ ճամփա էլ կա, մենք ինչպես միշտ բարդով եկանք։ Լրի Պագիշկայի հերանից էլ իրավիճակ է, ստե ծակվա։ Հա։ Հուսով եմ մեզ շուտ չեն նկատի։ Հələ տես ուրիշ ճամփա կա Վարդան։ Հիմա մենք պետք է ապերը արի հետ ենք անցնենք, ոնց հասկանում եմ անցնելու տեղ կա էլի։ Արա շոկ է։ Այս իմացան չի շոկ։ Վարդանը որոշել է դրսի տակոթը թողի, որ գա մեքենանից, մենք հատուկ դրա համար կոնդիցիոներ ունենք։ Հա?
Մաքուր չի տակա։ Այս իր դաժան տեղ այս։ Այս սուրբ նշանը ինչու է այսքան դաժան ճանապարհներով հագեցած։ Ավտոյի մասը որ ստե գա։ Նա ջորին կգա էլ, ջորին ինչ այլ է։ Տես թե կույր զոննա է։ Կույր զոննա ենք հասել, սա նշանակում է, որ մենք արդեն ճիշտ տեղում ենք։ Ես էլ առիթից օգտվելով ցույց կտամ վոլեյբոլ խաղացողներին, վոլեյբոլ են խաղում, տեսեք։ Տեսեք ինչ ճարպիկ վոլեյբոլ խաղացողներ են, ուղղակի գնդակը ոնց որ չի երևում։ Սովետի շունչը ջորի եւ 06 իրար կողքի, իսկ քիչ այն կողմ արդեն ծուխն է վեր բարձրանում խորովածի ընկերներ։ Մարդիկ ուրախ են, լավ առիթով են հավաքվել, իսկ մեր կողմ չեն էլ նայեն Վարդան։ Այո, սա մեր գործը երբեմն հետախույզի գործի նման է։ Այդպես է ստացվում։ Իսկ հիմա առիթից օգտվելով ցույց տանք տորտոբելյարի գառնանային դեղին գույներ, իսկ այս ավտոյի գույնի նման Ֆորդի։ Սա է նայեք։ Գեղեցիկ բնապատկերներ, կարմիր կակաշները, ներկել են դաշտերը, կարծես լեռներից, մեր հայրուն է հոսում, Վարդանը սիրում է կակաշների երգը, ուրիշ գալու ճանապարհ չկա, ասենց են գալի, պետքա տենան, ինչ անենք, ոչինչ թող տեսնեն։ Այսօր բան է, ես տեսնում եմ, որ կանգնած եք։ Գալիս ենք, չկանգնած չենք ուղղակի դանդաղ։ Հա դե գնում ենք էլի, հանգիստ մեր համար կարմիր կակաշների կողքով գնում ենք մինչև հասնենք տեղ։ Էս սա զերոնք է, ստեղով կա հիմա։ Ո՞վ եք գնում։ Մեքենայով, իմ հրեղեն մեքենայով, իմ մեքենան անանցանելի ճանապարհներ չի ճանաչում, հա մերտել Mercedes կա լավ էլի գլուխով։ Որովհետև մինչև վերջ կարաք մեքենայով հետ։ Այս մինչև վերջ գնում եմ հենց հիմա։ Ապերս աչանեմ, բայց հոբելյարը չտենա է մեզ։ Էն ինչ ձևավորում են արե փուչիկներով, բանով, այտենց հավեսով։ Իսկի խաբարը չեմ, ես ես չեմ էլ այտենց կապնվել հետները։ Տեսեք լեռնային ձևավորում են արել ընկերները մեր։ Արա ես ինչ անում Շատ աղտեղա, շատ Հա տիր տեղա, պրոստը ճանապարհն է մի քիչ ոչ ընտիր։ Ճանապարհն է դաժան։ Որ գնաս, ասա ես ինչ տեղ եք ընտրեք քեֆի համար։ Հա էլի։ Հա ընտիր ասած։ Լավ է։ Դե մենք արդեն տեղավորվեցինք Աննա ջան։ Գենդեր փարթի, ստե գենդեր փարթի են անում մերոնք են, թե չէ։ Չեն։ Շատ մարդիկ են։ Այդ սա ձերն են, բայց։ Լավ է, մի 100 հոգի մարդ կա։ Մենք էլ էլանք 102։ Հա, այդքան կա։ Ընկերներ, փոքր ինչ բարդ է, բայց ոչ անհնար։ Վարդան ծաղիկը քեզնով արա գնանք սկսենք անակնկալը խորովածի հոտը բնապատկեր, որը միայն կտեսնես սուրբ նշանում։ Բարև ձեզ, խորովածանով մարդիկ, ոնց եք։ Ծնունդ եք նշում։ Ծնունդ է, չէ։ Հլնդը չեն խոսում հետս, ծնունդ է աղբեր։ Խորովածանողները խորովածով են տարվել, չեն խոսում հետս։ Աղբերը որտեղ է մեր տիկին նեման։ Այս կողմինից է։ Տեսել է արդեն մեզ։ Ավտո տեսավ, որ գալիս է։ Երևի չէ։ Շատ լավ է, որ չի տեսել Վարդան։ Հազար։ Բա հələ տենանք որտեղ է մետ հասկանանք։ Այս վերջին նստած կինը որ կա, یا դիմացն է նստած։ Դիմաց, այսինքն մեջ կողքը։ Այսինքն դիմացին կողը, այս Mercedes-ը թող փակումա չի կարա տենա ինձ։ Բա լավ է։ Հմ։ Բադակալ։ Բայց այնտեղ չասեն, էս ով աթորթով գալիս է։ Մենք գնում ենք Աննայի շնորհավորանքները հասցնենք մեր տիկին Էմմային։ Բարև ձեզ։ Ուրա, ձեր ծնունդն է։ Մեջտեղ։ Բարև ձեզ, ձեր համար եմ եկել։ Վարդան մի խափին։ Դե ծափեր ենք տալի։ Ես
Ստեփանն է, բայց եկել եմ հատուկ ձեր համար ձեզ շնորհավորելու։ Բայց ես ինչ խապս տվին ինձ։ Շնորհավոր լինի ձեր ծննդյաները։ Դուք ունեք սիրուն անակնկալ։ Այն նույն թաղի վրա է Նազանիկ ինձ։ Հա, նույն տեղից եք եկել։ Բա ուժեղ է էլի։ Այսինքն Սուրենավան, չէ՞։ Սուրենավանից եկել եք հասել եք այս սուր քարերով ճանապարհը, հա։ Ոնց եք այսքան եկել։ Դե, պահը վրա հասա մի հատ երազանք պահեք չեք ու ասեք ում կողմից կլինի։ Թող քեզ ամուր կրկեմ սիրտը իմ կարոտից փրկեմ Անալու եմ սկզբից ծափեր տվեք, հա, որ ես Ցուցներն աչքերից սրբել բարձանալու։ Ում կողմից կլինի։ Անայի։ Անչի տենց արագ ու մի անգամից հաստատ ինքն է։ Որովհետև դուրս է ինքն։ Ինքն է էլ է, հա։ Դուրսն է, հա, Աննայի կողմից էր։ Աննան շատ սիրում է մայրիկին։ Դրա համար մայրիկին քաղցրություն ենք բերել, քաղցրությունը հեսա ով կվերցնի։ Հա, հենա, խորովածի տեղը քաղցրություն թող լինի։ Դուք էլի դուստր ունեք, թե մենակ Աննան է։ Հե? Էլի դուստր ունեք, թե մենակ Աննան։ Ուր է աստեղ, հա։ Ով է աստեղ։ Դե, արի, Անուշ ջան, արի։ Անուշ, ծաղիկները տուր մայրիկին, բայց մի անգամից չտաս։ Այ հիմա տուր, հա։ Մամուզում եմ ես առաջվա պես օրոր ասես Քոն ուշտայնով Ձեզ լավ որ, բարձր տրամադրություն։ Այս բոլորը հավաքվել են ձեր ծնունդներն անում, հա։ Սաղ, են էլա ձեր սեղանը։ Են կողտի ուրիշներն են դե, հա։ Դե բարև ուրիշներին, հա։ Անես չլել ասել չի բարևը, մի հատ բարևն Չէ, ես պետքա շուտ հետ գնամ, 2 ժամը ճամփա եմ գալի վախենալով։ Մանավանդ այն վերջի փոսը նկարել եմ սաղ, ցույց կտամ ոնց եմ եկել։ Բավականին բարդ։ Այնպես որ ձեր դուստերը ձեզ շատ է սիրում, որ մեզ հասցրեց ստեղ։ Ախպեր ջան, ես էլ դրա համար քեզ իմ առաջվա պես օրոր ասես Ասելա որ դուք նայում եք, հա, մեր վիդեոները, հա։ Նայում ենք, Տես բան եք արել, հա։ նայում ենք, Հա, նայել եք։ Շատ լավ է։ Այ հեսա մի րոպե մեկ բակա ավտոն օդը հանգցնեմ, հա, դրա համար դժվար եմ ես եկել։ Համարյա ոտով եմ եկել, հա։ Վարդաննա ոտով եկել։ Իջել էր նայում էր որ տակը չխփե։ Հեսա ավտոն խոդը հանգցնեմ գամ։ Ինչ խոդ հանգցնել։ Ինչ խոդ հանգցնելու մասին է խոսքը։ Խոդը մենք վաղուց ենք հագցրել, հիմա մենք առիթից օգտվելով հենց հիմա կգնանք ու կշնորհավորենք, որ հոչի թողը պագրիշկաս։ Հա։ Ուրա ախպերը։ Կանչ թողը էլի։ Ձեռով բանը վազկեցրով որ գա։ Իրա ծնունդը դժվար Վարդան։ Մատը գմփիկ պետք է վերցնենք։ Ախպեր։ Դուք հնդից եք, հա։ Էմա տատիկի բարեկամներն եք, թորնիկները։ Ծորնիկները։ Պահ։ Բա Էլում ծնունն է, էմա տատիկի Արտուրը ընդ սեղանի կողը նստած, հա։ Էմա տատիկի կողքի մա։ Հա, հենց ինքն, հա։ Լսի, բանդը հիմա ասում են, բա այդ ոնց է լավ իր ծնունդը շնորհավորեց։ Դες բաներ ասում են, թե չէ։ Չեն ասում։ Չեն ասել։ Բկո անուն ի՞նչ է։ Կամո։ Նորո։ Եղել է նորմալ, նորո։ Ապրես, կամո նորո։ Հիմա պետք է շնորհավոր ենք էլի, հա։ Որքան սալուտի տեղ չգիտեմ։ Սալուտի։ Հա, տեղը չգիտեմ։ Հա, ոչ չկա, կա։ Կարմիր կակաշները, ներկել են դաշտերը, լսել եք այդ երգը։ Հա։ Լավ երգ է, չէ։ Ես գիտես չէ ինչ տորթ է։ Այսինքն դու հիմա քո պապիկի ծնունդն է, Արտուրը քո պապիկն է։ Չէ, քերիս։ Քերիտ է։ Բա ասում էր բանը, ծոր ես դու։ Հա, իմ մամայի բան։ Էմա տատի աղջիկներից մեկը Անուշը իմ մաման։ Հա, բա քո մաման։ Արմինը։ Արմինեն էմա տատիկի Թորնիկն։ թորնիկն է։
Դու էլ թորնիկի տղան ես։ Հորը հոլելա։ Դու քան տարեկան ես։ 15։ Կամո, իսկի չի երևում, ոնց որ ավելի մեծ ես ախպեր, շուտ ես մեծացել։ Հա? Կյանքը ստիպեց։ Ֆուտբոլ չես խաղում։ Ես եմ խաղում։ Դու ես խաղում։ Խաղում եմ, բայց դարպասը պահում ավելի։ Հա։ Դե հիմա ինչ, եթե շնորհավոր ենք Արտուր Քերրիի ծննդը։ Հմ? Հա, կա ճոգել են։ Հա, TikTok, MikTok ենք գցելու։ Չէ, դու ինչ ես անում, որ քեզ չնկարենք։ TikTok-յան ասեք իթա։ Հա? Ախպերսախ բալի տարես որ նկարան։ Ձեր TikTok-ի անունը մատ ասեք որ։ Ստեփան Մարկարյան, ախպեր, այդ չգիտեիր այսքան բախտ։ Հա, կամու լավ էլի կամու, ինչ ես անում։ Գրվել, լավ, այդ մեմ։ Անստացա չի տենում։ Կոծանուններ շնորհավոր ես։ Պիոնական լրությամբ մի պարչ եմ ասեք քո ծննդի վերաբերյալ, որովհետև դու լավ եմ արել, ինա դու եմ մորցել, ծննդը շնորհավոր լինի։ Դե արդեն իմացա, չէ, քույրիկիդ կողմից է քեզ շատ սիրում է, հենա մամային դեղին գույներով։ Էնն դե ես լսա, հեն որ ասիկ, այս տորթը տղայից ծաղիկներն էլ ինձ։ Ես լսա այդ պահը։ 50-ամյակն է։ 50 տարիներ շնորհավոր իզուր ասի, բայց չէ, երևում ջան տղա ինչ 50։ Չէ։ Դե հիմա մեծ երազանք պահի, քույրիկս շատ քեզ սիրում եմ։ Լավ լնես առողջ իրակողության պակաս։ Դե վերցրու քաղցրությունը քույրիկական։ Խնդրեմ։ Համեցեք ախպեր։ Բայց մի րոպե նվերել ունենք, Արտուր ջան։ Որ անը Տիգրանը լեր ավելի ուժեղ կլներ, բայց որ Տիգրան չի ոչինչ, մենք տալիս ենք։ Բաժակո բանով էլ որ նստես քո համար, էս է նվերը տա։ Ապրես ախպերս, ապրես։ Ու որպես գեղեցիկ ավարտ այս անակնկալի, հեսա մաման բալային կգերկի, հա? Չի լսում աման։ Յարը կես։ Քո գերկի։ Գերկում եք։ Շնորհավոր։ Ոյ ինչքան ես ավակ է, ահագին ունես։ Բանա, կայնացել կարանք մի կտոր։ Ես լսի, այն խորովածը դուք չեք անում։ Կողի մարդիկ են, էլի, հա։ Ես լսի թե մնդե նկարեմ, բա։ Դրա ջոգում եմ սառն են ախպեր, բան տեղ չեն դնում։ Ասի լավ, ուրեմն ես մերոնք չեն։ Աբա Աննան նկարի, Աննան հիմա իրաց հետ է եկել է։ Աննան տեխնոլոգիաների միջոցով հիմա եկավ ու ներկա է գտնվում։ Չէ, դուք նստեք հələ, նստեք խոսացեք, մենք եկել ենք ներկա գտնվենք։ Պաստորեն մեր տիկինը շատ հարուստ է, դուստր էլ շատ ունի, մի դուստրն էլ Գորիսում է, Սյունաց աշխարհում Արսիկ է գնացել եւ նրա ներկայությունը հիմա մենք կստանանք, բացական սարքում ենք ներկա։ Դե մենք որ գնում ենք, ես եկել եմ վերջին անգամ մեր տիկինեմային սես թևս դնեմ ձեր ուսին, ասեմ ձեր ծննդը էլի մարդա շնորհավորում, ես է նվերը, ասեմ ով է։ Հələ ասեք ով է։ Լաուրնա։ Գորիսից, ձեր դուստերը, շատ սիրում է, հա։ Լաուրան է։ Դες ես լավ որ մենք գնանք, մատուրը նկարենք ու գնանք։ Գնանք Չարենցավան գործ ունենք, բայց մինչ այդ գործը հիմա նկարենք Սուրբը, խաչքարերը, մենք ունենք հրաշալի Անուշ ախպեր, Աննդ, Արմեն ախպեր հետ գնում ենք ծանոթանանք։ Հա 2003 թվականին ենք դրել, մենք ենք դրել։ Հա։ Ինչպես Պարապետի
Ազգեն Սարգսյանի դե իրենց ուխտ կատարած են սահման հնելու հետ կապված այդ նպատակով է դրվել։ Հա։ Ես իմ ձեռի գործն է, ես եմ սարքել։ Դու ես սարքել Արմեն ջան։ Դու այդ գործն ես անում։ Կանդակագործ ես։ Արմեն եղբայրը հին ավանդույթները կրող հայոց որդիներից է, ով քանդակագործ է, տեսեք, նրա ձեռքի աշխատանքը նվիրված է Սպարապետին։ Իրանք ուխտին այդ օրվա հետ կապված որ Ուխտ են տվել ու գնացել են։ հաստեղ են ուխտը տվել, երթում տվել։ Հենց այս տարածքում ասում են մենք շատ լուրջ տարածք ենք եկել։ Ում քարնա, ում հուշակարնա։ Այն է ծովեն բդիլնի։ Հա, ծովեի քարն է։ Բզեի քարը։ Մատուրն էլ, հա, մատուրն է։ Սուրբը, սուրբ նշան է։ Ընկերներ, ես հիմա իջնելու ճանապարհին ձեզ կպատմեմ Սուրբ նշանի պատմության մասին, ամեն ինչ հիմա ճշտել ենք, ունենք ինֆորմացիան։ Սա շատ կարևոր սուրբ վայր է, որի մասին ես չգիտեի, այսօր իմացա եւ դուք էլ իմացաք, այնպես որ կարող եք գալ այստեղ եւ հանգստանալ, ձեր օրը անցկացնել եւ իհարկե լավ էմոցիաներով գնաք այստեղից։ Այդ խաչքարը որ գտել է, ո՞րն է։ Ինքը որ եկե գտել է։ Դուրսը, կաղա դրսի պատի մեջ որ կար էդ էր։ Հա։ Հա, հենա հենց։ Հենց էս քարն է, դե էս պետք է լինի։ Այսինքն հենց էս քարն է երազին տեսը, էս խաչքարը։ Ընկերներ, շատ հարուստ ու հետաքրքիր պատմություն ունի Սուրբ նշանի տարածքը, ինչի մասին մենք կպատմենք ձեզ այստեղից գնալու ճանապարհին, քանի որ ճանապարհը երկար է լինելու, որովհետև դանդաղ ենք գնալու։ Իսկ դանդաղ գնալուց ես կարող եմ երկար պատմել, որպեսզի դուք լավ գիտակցեք ու իմանաք այս տարածքի հզորությունն ու զորեղությունը։ Աստվածային է այս տարածքը։ Ընկերներ, դուրս են գալիս Սուրբ նշանի դարպասներից եւ մի անգամից սկսում եմ պատմությունը Սուրբ նշանի։ Օնիկ անով մի տարեց մարդ ունենալով լուրջ անբուժելի հիվանդություն, տեսիլ կասեմ թե երազ, մի խոսքով հասկացեք ինչ է կատարվել, նա երազին տեսնում է այս տարածքը, որտեղ որ հենց նոր մենք էինք։ Երազ է տեսնում տարածքի մասին, որտեղ որ կա խաչքար, որը ձեզ ցույց տվեցինք, ու գալիս է գտնելու այդ խաչքարը։ Նշեմ, որ մեր Օնիկը, ում նաև ասել են Սուրբ Օնիկ, կյանքի մեջ ոչ մի անգամ այս տարածք եկած չի եղել։ Ուղղակի երազին տեսել է, կարծես թե Սուրբ ուժերը նրան ուղղորդել են այստեղ, այս տարածք։ Եկել է, գտել է քարը, որի կողքին կառուցել է փոքրիկ, շատ փոքրիկ չափերով մատուր եւ ամեն շաբաթվա մեջ մեկ օր նա եկել է ոտքով, ճանապարհ չի եղել այստեղ։ Ոտքով եկել է ուխտի ու հետ է գնացել քաղաք Երևան, նա Երևանից է։ Ով կճանաչի մեր պարոն Օնիկին, նրա մասին պատմություններ կիմանա, թողեր են մեկնաբանություններում, վստահ եմ, որ Սուրենավանից, Արմաշից ու Արարատից շատ մարդիկ կլինեն, որ այս պատմությունը ավելի լավ կիմանան ինձանից, ես ինչքան կարողացա ճշտեցի, դրա համար եմ հիմա պատմում այս ամենը, եթե ուղղելու, ավելացնելու բան ունենաք, անպայման մեկնաբանություններում գրեք, բայց ճիշտ ձևով, հանկարծ ինձ բան չասեք, ինչքան կարողանում եմ, այդքան եմ անում։ Մի խոսքով, նա ուխտատեղի է սարքում, սրբավայր է սարքում եւ Սուրբ նշան է անում այս ուխտավայրի, որտեղ մարդիկ գալիս են եւ իրենց օրերն են նշում, լավ պահեր են անցկացնում։ Ամեն մեկը այստեղ ապրող ցանկացած մարդ մի ինչ-որ բան ունի արած Սուրբ նշանի համար։ Սուրբ նշանը մեկ հոգու երազից դարձավ իրական եւ շատ ու շատ մարդիկ միավորվեցին այդ իրականությանը եւ ստեղծեցին Սուրբ նշանը տարածքը ինչպես այնպես որ հիմա տեսնում ենք մենք։ Սուրբ նշանը նաեւ ինչպես հասկանում եմ, մեր Սպարապետի սիրած վայրն էլ է եղել եւ այստեղ հաճախ է եկել պատերազմ գնալուց առաջ, ինչի առիթով հենց մեր Արմեն եղբայրը խաչքար է քանդակել ու տեղադրել այնտեղ, որը որ նույնպես տեսակ։ Մենք հենց նոր գտնվում ենք շատ հարուստ մի տեղում,
որտեղ բոլորիդ եմ խորհուրդ տալիս գաք ու ինքներդ ձեր աչքով տեսնեք։ Ճիշտ է, ճանապարհը մի քիչ այդքան էլ լավ ճանապարհներից չի, բայց կարևորը որ կա եւ հնարավորություն է տալիս հասնելու այնտեղ։ Եվ ինչևից է չմոռանանք այսօրվա մեր հոբելյարներին, Տիկին Էմային եւ նրա որդուն, մեր Արտուր աղբորը, եւ իհարկե Աննային, ով գտնվելով Ռուսաստանում ուղղակի չէր կարող անտարբեր մնալ մայրիկի եւ եղբոր հանդեպ։ Սիրով լինենք, սիրենք մեր հարազատներին ու առհասարակ հայերս, մեկս մյուսին սիրենք։ Սերը թող մեզ միավորի, որպեսզի ուժեղ լինենք, գնահատված եւ մեզանից բոլորը վախենան։ Եթե մեր մի եղբորը բան ասեն, իմանան, որ հələ մի քանի միլիոն եղբայրեր կան, որ կգան գլուխը կջարդեն։ Այսա է մեզ պետք ընկերներ, որ մեզանից միավորված, միավորումից են ընդհանրապես վախենում բոլորը։ Մեզ պետք է այդ միավորումը, որպեսզի իմանան ով է հայը եւ ինչ կարող է անել, եթե տեղը չբերի։ Գտանք, սատկացնենք։ Գնացինք առաջ, լայքեք, բաժանորդագրվեք, տարածեք այս ալիքից, ես լիքը սիրուն տեղեր կգնամ, ձեզ էլ հետս կտանեմ։ Ճիշտ է, հիմա այնց ավտով են գնում, որ մի քիչ կոմֆորտը քիչ է, բայց շուտով այդ հարցն էլ կլուծվի։ Ես վստահ եմ։ Նվերս չեն տվել, Վարդան զանգ չի ելել, որ ասեն տալիս են, բրաբուս են, որ ասել էի, ով կարա նվեր տա։ Հա, ինչ ասաց այդ զանգողը։ Ինչ ասաց։ Հա, առանց լուկ է, չէ, առանց լուկ պետք չի, լուկով է պետք, լուկով ящик աղբել։ Դե որ զանգեն, ամեն դեպքում եթե վերջի վարիանտ մի հատ էլ զանգի կվերցես էդի, կասես թող բերի տա։ Լավ, կամ տեղ ասի այդտեղ վերցենք։ Ահա եւ մետաղի գործարանի, մետաղ հալելու գործարանի մյուս կողմ ընկերներ, այսքան ժամանակ մենք նկարում էինք միջպետական ճանապարհի կողմից, իսկ հիմա նկարում ենք հետևի կողմից, տեսեք ինչքան մատերիալ են բերել լցրել, որ հալեն։ Մի լինիա մեգից գնում է դեպի Երևանի կողմ, մյուսը բարձրանում է դեպի Սուրբ Նշանի կողմ ու շատ են։ Եսիմ քանի տոննաներ։ Նշեմ, որ շատ արագ կառուցեցին, երևի թե մի քանի ամսվա ընթացքում այս հսկա գործարանը ստեղծեցին եւ ամայի դաշտերի վրա հիմա կա կոնկրետ տնտեսությունը խթանող գործարան։ Շատ, հա։ Կան երբ են հասցնելու հալածնել։ Իմացեք շարիկիս կիսպը բավոքնա, աստու կենա մեր վենեքով, մենք